Պատրաստում ենք նրբաբլիթ, որը ստացվում է շատ ծակոտ կեն և նուրբ։ Որքան էլ որ ձեռքով այսպես սեղմում եմ, միևնույն է, ոչ մի դեպքում չի ճաքում այն։ Շատ լավ տարբերակ է նրբաբլիթ պատրաստելու համար, խորհուրդ կտամ փորձեք։ Խմորի մեջ գնդիկներ չեն առաջանա, եթե դուք նույնպես հաջորդականությամբ կատարեք նույն գործողությունը, ինչպես ցուցադրում եմ հոլովակում։ Հոլովակում ես պատրաստում եմ 2 բաժին, բայց չափաբաժինը կասեմ 1 բաժնի համար։ 3 ձուն կոտրում ենք և լավ հարում, այնուհետև ավելացնում ենք կես թեյի գդալ աղ, ձուն լավ հարելուց հետո ավելացնում ենք 1 բաժակ գոլ ջուր։ Հարելուց հետո ավելացնելու ենք 2 բաժակ և կեսից մի փոքր ավել ալյուր։ Ալյուրը պետք է ավելացնել մաս-մաս։ Ալյուրի հետ ես ավելացրել եմ թեյի գդալի 1/3 մասով սոդա։ Լավ հարում ենք, որպեսզի ալյուրը հավասարաչափ լուծվի և գնդիկներ չմնա։ Եվ այսպես այնքան, մինչև ալյուրը վերջանա։ Եթե խմորը լավ պնդվել է, ընթացքում կարող եք մի փոքր կաթից ավելացնել, հարել և նորից մնացած ալյուրը։ Կաթը ավելացնելու ենք 1 լիտր։ Այնուհետև ավելացնում ենք 1-ից 1.5 ճաշի գդալ բուսայուղ, լավ հարում ենք, որպեսզի լուծվի հավասարաչափ։ Վերջացնելուց հետո խմորը թողնում ենք 10 րոպե հանգստանա։ Թավան լավ տաքացրած մի փոքր բուսայուղ ենք քսում և չափով վերցնում խմորից, այնուհետև լցնում թավայի վրա և արագորեն պտտելով ամբողջությամբ տարածում ենք մակերեսին։ Առաջին իսկ բլիթից ստացվում է շատ լավ և ոչ մի բլիթ չի փչանում։ Բլիթները տապակում եմ 2 կողմից։ Մեկ բաժին բլիթից ստացվում է 48-ից 50 թերթիկ, կախված տապակի մեծությունից։ Եվ ահա, ստացվում է նման ծակոտ կեն և շատ նուրբ թերթիկներ, որը ոչ մի դեպքում չի ճաքում։ Եթե հավանեցիք այս տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին և լայքեք։